Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Վրաստանն այն երկրներից է, որը շահագրգռված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հակամարտության դադարեցմամբ։ Այս մասին ԻՄԵԴ-ի հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։ Խաղաղությունն ու կայունությունը մեծ նշանակություն ունեն տարածաշրջանի համար եւ հնարավորություններ են ստեղծում բոլոր 3 երկրների համար։ Այս համատեքստում չկա մի օր, որ խոշոր պետություններից մեկը չխոսի այս տարածաշրջանի մասին։ Եվրամիության անդամակցության մեր ճանապարհի վերաբերյալ շատ շահարկումներ կան, սակայն մեր քաղաքականության մեջ իրական փոփոխություն տեղի չի ունեցել։ Այս մասին Եվրանյուզին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին։ Մենք ունենք մեկ քաղաքականություն, որը նախատեսում է կառավարության կողմից պաշտոնապես հաստատված ինտեգրման օրակարգ։ Այդ օրակարգի իրագործմանն է ուղղված բոլոր պետական մարմինների, նախարարությունների եւ գործակալությունների գործունեությունը։ Դավիթաշվիլիի խոսքով Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարությունը համակարգում է խորը եւ համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագրի իրականացումը։ Մենք արդեն կատարել ենք պահանջների մոտ 60%-ը, ակտիվորեն իրականացնում ենք կարևոր ռեֆորմներ տնտեսությունում եւ տարբեր ոլորտներում, ներառյալ տրանսպորտը, էներգետիկան, առևտուրը եւ այլն։ Սա առաջնահերթ օրակարգ է, որը մնում է մեր գերակայություններից։ Դավիթաշվիլիի խոսքով Վրաստանն ամբողջությամբ կենտրոնացած է խորը եւ համապարփակ ազատ առևտրի տարածքի համաձայնագրի իրականացման եւ ինտեգրման քաղաքականության վրա։ Թբիլիսին հստակ հայտարարել է, որ իր նպատակն է մինչեւ 2030 թվականը դառնալ Եվրամիության լիարժեք անդամ։ Լիտվայի կառավարությունը հաստատել է Վրաստանի դիվանագիտական ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար վիզայի ազատ ռեժիմը կասեցնելու վերաբերյալ որոշումը։ Լիտվայի կառավարությունը հանձնարարել է արտաքին գործերի նախարարությանը 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել Եվրոպական հանձնաժողովին եւ ԵՄ մյուս անդամ պետություններին ընդունված որոշման մասին։ Վրաստանի շարքային քաղաքացիները սակայն դեռևս կկարողանան ճանապարհորդել առանց վիզաների։ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ Լիտվայի որոշումը Եվրոպական միության եւ Վրաստանի միջև վիզաների տրամադրման ընթացակարգ դյուրացման մասին 2010 թվականի համաձայնագրի կոպիտ խախտում է։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի գլխավորությամբ տեղի ունեցած ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով ընդունված հայտարարության մեջ Անկարան գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ կողմերի ձեռք բերած համաձայնության վերաբերյալ։ Ազգային անվտանգության խորհուրդը գոհունակություն է արտահայտում, որ Ադրբեջանը եւ Հայաստանը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ։ Անկարան վերահաստատում է իր ակնկալիքները, որ կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ վերջնական խաղաղության հաստատման համար, ինչն օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին, ասված է հայտարարության մեջ։ Բուդապեշտից վերադառնալիս ծրագրողների հետ զրույցում Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ չի պատրաստվում վերընտրվել կամ նորից առաջադրվել նախագահի պաշտոնի համար։ Մեզ հետաքրքրում է միայն այն, թե ինչպես կարող ենք բարձրացնել մեր երկրի հեղինակությունը։ Թուրքիան փոխվում է, աշխարհը փոխվում է, մենք ապրում ենք նոր դարաշրջանում, ասել է Էրդողանը։ Նա չի բացառել, որ կարող է մեկնել Միացյալ Նահանգներ եւ հույս է հայտնել, որ այնտեղ կհանդիպի նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Պարոն Թրամփի կարծիքը Թուրքիայի մասին շատ դրական է եւ մեր կարծիքը Միացյալ Նահանգների մասին նույնպիսին է։ Մենք ունենք ամուր հարաբերություններ հիմնված փոխադարձ հարգանքի եւ անկեղծության վրա, նշել է Թուրքիայի ղեկավարը։ Էրդողանի խոսքով Թուրքիան ուժեղանում է եւ երկրի արդյունավետությունը մեծանում է։ Նա համոզմունք է հայտնել, որ Անկարան ռազմավարական նշանակություն ունի միջազգային ասպարեզում։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ գեներալ Ալի Մոհամմադ Նայեինին խիստ նախազգուշացրել է Իսրայելին, նշելով, որ ցանկացած հարված կստանա ջախջախիչ պատասխան։ Եթե մոլորության մեջ գտնվող սիոնիստական ռեժիմը հիմար քայլ կատարի եւ հարձակվի, ապա կստանա ավերիչ եւ վճռական պատասխան իր փոքր աշխարհագրական տարածքում։ Աշխարհում եւ տարածաշրջանում կայունությունը չի վերականգնվի, քանի դեռ Իսրայելը չի ոչնչացվել։ Նայինին ընդգծել է, որ Իրանի ռազմական հզորությունը շատ է աճել նախկինի համեմատ, մատնանշելով, որ Իրանը նախորդ տարիների համեմատ ավելի ուժեղ է դարձել տարբեր բնագավառներում եւ իրենց ռազմական առաջընթացը հիանալի է։ Բացի այդ, Իրանի զինված ուժերի շտաբի պետ գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին հայտարարել է, որ երկրի զինված ուժերը գտնվում են մարտական պատրաստվածության գագաթնակետում, զգուշացնելով, որ իրանական բանակը ցանկացած սպառնալիքի համաչափ պատասխան կտա։ Ավելի վաղ ամերիկացի մի շարք պաշտոնյաներ CNN-ին հայտնել էին, որ Միացյալ Նահանգները նոր հետախուզական տվյալներ է ստացել, որոնց համաձայն Իսրայելը պատրաստվում է հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, չնայած նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փորձում է համաձայնության հասնել Թեհրանի հետ նրա միջուկային ծրագրի շուրջ։
Միջուկային օբյեկտներին Իսրայելի հարվածի դեպքում Իրանը Միացյալ Նահանգներին կդիտարկի որպես մեղսակից եւ կստիպի պատասխան տալ դրա համար։ Այս մասին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նշել է նամակում, որը գրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսիին։ Իրանը Իսրայելին զգուշացնում է զերծ մնալ ցանկացած չմտածված գործողությունից եւ հայտարարում է, որ այդ ռեժիմի կողմից ցանկացած սպառնալիք կամ խախտում կարժանանա կոշտ եւ վճռական պատասխանի։ Մենք նաեւ համոզված ենք, որ սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտների վրա հարձակման դեպքում ԱՄՆ կառավարությունը կդառնա այս հարձակման մեղսակից եւ դրա համար իրավական պատասխանատվություն կկրի։ Թեհրանը կարող է թույլատրել իր միջուկային օբյեկտների նկատմամբ հսկողության ուժեղացում, եթե պատժամիջոցները չեղարկվեն, այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Մենք չենք հրաժարվում մեր իրավունքներից, բայց կարող ենք միջոցներ ձեռնարկել միջուկային գործունեության թափանցիկությունը բարձրացնելու համար, եթե պատժամիջոցները վերացվեն։ Միաժամանակ Արաղչին նշել է, որ դեռ վաղ է խոսել բանակցությունների արդյունքների մասին։ Թեհրանի ուրանի հարստացման հարցը դեռևս լուծված չէ եւ բանակցությունները կշարունակվեն մինչեւ Միացյալ Նահանգները համաձայնի։ Նրա խոսքով հակառակ դեպքում, եթե Վաշինգտոնը շարունակի պնդել ուրանի հարստացման լիակատար դադարեցման հարցը, ապա համաձայնություն չի լինի։ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև բանակցությունների 5-րդ փուլը տեղի կունենա Հռոմում մայիսի 23-ին։ Եվրոպական արտաքին կապերի ծառայության գլխավոր քարտուղար Բելեն Մարտինես Կարբոնելն ընդունել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևին։ Կարբոնելը հանդիպման մասին գրել է X-ի իր էջում։ Ուրախ եմ ողջունել Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիկմեթ Հաջիևին Եվրոպական արտաքին կապերի ծառայությունում։ Մենք քննարկեցինք Եվրամիություն-Ադրբեջան հարաբերությունները, Եվրամիության աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կազմավորման գործընթացին եւ տարածաշրջանային զարգացումները։ Եվրամիությունը շարունակում է հանձնառու լինել տարածաշրջանում խաղաղության եւ բարգավաճման ապահովմանը։ Ադրբեջանի նախագահի օգնական նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիկմեթ Հաջիևն այցելել է Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայան։ ՆԱՏՕ-ում Ադրբեջանի ներկայացուցչությունն այս մասին գրել է X-ի իր էջում։ Այցի ընթացքում Հաջիևը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկայի հետ։ Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջան-ՆԱՏՕ գործընկերության ներկայիս վիճակը, հետագա գործընկերության հնարավորությունները, նաև տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր։ Կողմերը բարձր են գնահատել Ադրբեջանի դերը ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններին Ադրբեջանի մասնակցության համատեքստում, նաև նրա ներդրումը դաշնակից եւ գործընկեր երկրների էներգետիկ անվտանգության գործում։ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հաջորդ շաբաթ կայցելի Իրան, Ադրբեջան եւ Թուրքիա հանդիպումներ կունենա այդ երկրների պաշտոնյաների հետ։ Շարիֆը շնորհակալություն է հայտնել նրանց Հնդկաստանի հետ վերջին լրատվության ժամանակ ցուցաբերած աջակցության համար։ Հաղորդվում է, որ այցի նպատակն է այդ երկրների հետ դիվանագիտական կապերի ամրապնդումը։ Ակնկալվում է, որ Ադրբեջան այցի ընթացքում Շարիֆը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հնդիկ գործարարները լիակատար բոյկոտ են հայտարարել Թուրքիային եւ Ադրբեջանին վկայակոչելով նրանց աջակցությունը Պակիստանին Հնդկաստանի դեմ վերջին ռազմական հակամարտության ժամանակ, հայտնում է The Economic Times-ը։ Նյու Դելիում հավաքվել են Հնդկաստանի ավելի քան 24 նահանգի գործարարներ հարցի վերաբերյալ վերջնական որոշում ընդունելու համար։ Որոշում է կայացվել դադարեցնել երկու երկրի հետ ներմուծումն ու արտահանումը։ Հնդիկ առևտրականների համադաշնության գլխավոր քարտուղար Պրավին Խանդելվալը հայտնել է, որ հնդկական ընկերություններին խորհուրդ է տվել գովազդ եւ ֆիլմեր չնկարահանել Թուրքիայում եւ Ադրբեջանում։ Որոշվել է, որ եթե որևէ ընկերություն խախտի արգելքը, առևտրային միությունը քայլեր կձեռնարկի այդ կազմակերպության դեմ։ Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն ռադիոէլեկտրոնային պայքարի ոլորտում։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների ամեն շաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության խոսնակ Զեքի Ակթուրքը։ Ըստ նրա զորավարժությունները կմեկնարկեն մայիսի 26-ին Քոնյայում եւ կտևեն 4 օր։ Մարոթ Հարվերդյան, Հարևաններ։